Անուն հոր եւ որդվո եւ օգնույն սրբո ամեն։ Դարձյալ Երուսաղեմ եկան եւ մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետերը, օրենսգետները եւ ծերերը ու ասացին նրան. Ինչ իշխանությամբ ես դու այդ անում եւ ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Հիսուս պատասխան տվեց եւ ասաց նրանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխանեցեք ինձ, եւ ես ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից, պատասխանեցեք ինձ։ Նրանք իրար մեջ խորհում էին ու ասում, եթե ասենք երկնքից, մեզ կասի, իսկ ինչու նրան չհավատացիք, իսկ եթե ասենք մարդկանցից ենք վախենում, որովհետև բոլորը գիտեին, թե Հովհաննեսը մարգարե էր։ Պատասխան տվեցին եւ Հիսուսին ասացին. Չգիտենք։ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Ծանոթ հատված է ամեն տարի, նույնիսկ տարվա մեջ ոչ մեկ անգամ այս հատվածը ընթերցվում է եւ սրա մասին խոսվում է։ Հիսուսի հակառակորդները հրյա կրոնական իշխանության ներկայացուցիչները, փարիսեցիները, օրենսգետները եւ ծերերը Հիսուսին միշտ ուզում էին մեղադրած լինել։ Ինչ էր արել Հիսուս, որ ասում էին ինչ իշխանությամբ ես դու այդ անում։ Տաճարում կարգ ու կանոն էր հաստատել։ Տաճար էր մտել եւ տաճարը մաքրել էր ամեն տեսակի պղծությունից եւ հիմա հաջորդ օրը, այդ օրը չհամարձակվեցին մոտենալ Հիսուսին, հաջորդ օրն եկել են ասում են քեզ ով ա տվել այդ իշխանությունը։ Որտեղից դու իշխանություն ունես, օրինակ տաճարում կարգ ու կանոն հաստատելու։ Եվ Հիսուս իրենց հարցին պատասխանեց, հստակ պատասխանեց, եթե իրենք ուզենային հասկանալ, հստակ կհասկանային պատասխանը։ Ասեց, ձեզ մի հարց տամ, դուք ինձ պատասխանեք, ես էլ ձեզ կպատասխանեմ։ Հովհաննես մկրտիչը, Հովհաննես մկրտչի իշխանությունը երկնքից էր, թե մարդկանցից էր առել այդ իշխանությունը։ Ինչու Հիսուս Հովհաննես մկրտչին հիշեց, որովհետև Հովհաննես մկրտիչը դրա համար էր եկել աշխարհ, որ Հիսուսին ցույց տար, ուրիշ բանի համար չէր եկել։ Ինքն ասում է, նա ով ինձ ուղարկեց, որպեսզի ցույց տամ Քրիստոսին։ Եվ երբ որ Քրիստոս հայտնվեց առաջին անգամ, Հովհաննես մկրտիչը ասել, սա է Աստծո գառը։ Սա է Աստծո գառը, որ պիտի վերցնի աշխարհի մեղքը։ Այսինքն Հովհաննես մկրտիչը հստակ խոսեց, որ սա Քրիստոսն է։ Սա Աստծո օծյալն է։ Սա Աստծո որդին է, որ աշխարհ պիտի գար։ Եվ երբ Հովհաննեսը բոլորին մկրտում էր, Հիսուս որ մոտեցավ Հովհաննեսից մկրտվելու, Հովհաննես թույլ չտվեց, ասեց ոնց դու պիտի ինձ մկրտես, ես քեզ մկրտեմ։ Այսինքն բոլորը Հովհաննեսին ընդունում էին որպես մեծ մարգարե, հիմա այս մեծ մարգարեն ասում է ես շատ փոքր եմ, որ քեզ մկրտեմ, դու պիտի ինձ մկրտես։ Այսինքն Հովհաննես արդեն վկայել էր, թե ով է Հիսուս եւ ինչ իշխանություն ունի, բայց իրենք չէին ուզում այդ, իրանք ուրիշ բան էին ուզում։ Ուզում էին, որ Հիսուս ինչ որ մի պատասխան տար, որ իրենք այդ պատասխանից բռնելով Հիսուսին մեղադրեին, Հիսուսին դատապարտեին, Հիսուսին վարկաբեկեին ժողովրդի մոտ։ Բայց խեղճ ու կրակները չգիտեին, որ իրենց առջև կանգնածը սովորական մարդ չի, որ կարողանային իրեն նեղը դնել։ Իրենց առջև կանգնածը Աստված է, երկնքից իջած, որին մարդը չի կարող նեղը դնել, որին մարդը չի կարող հաղթել, որի այդ մարդը չի կարող բանավիճել։ Հոբը փորձեց բանավիճել Աստծո հետ, որ Հոբի գիրքը կարդում ենք, բայց վերջում Հոբը ընդունեց իր պարտությունը։
Հիմա այս մարդիկ ուզում են Հիսուսին մեղադրած լինել։ Լավ, այս մարդկանց թողենք իրենց տեղում, որովհետև անցած ժամանակներ անցան, գնացին 2000 տարիներ անցան այս օրերից, եւ Հիսուս իրենց պատասխանը տվեց, հստակ պատասխան էր, ասեց, դե եթե դուք ձեր աչքերը փակել եք, ականջները փակել եք եւ չեք ուզում լսել, հասկանալ ինչ որ ես ձեզ ասում, ես ձեզ ոչինչ էլ չեմ ասի, գնացեք այդպես էլ ապրեք։ Հիսուսի օրերից անցել է 2000 տարիներ եւ մինչեւ հիմա աշխարհի մեջ այս հարցը հնչում է. ինչ իշխանությամբ ով է տվել ձեզ այդ իշխանությունը։ Այս հարցը տալիս են եկեղեցուն, այս հարցը տալիս են հոգևորականներին, այս հարցը երբեմն տալիս են քրիստոնյաներին։ Ովքեր Քրիստոսի հակառակորդները, անհավատները, իսկ ով ասեց, որ դուք պիտի որոշեք, իսկ ով ասեց, որ դուք պիտի սովորացնեք, իսկ ով ասեց, որ դուք պիտի թելադրեք։ Բա ով պիտի թելադրի, ով պիտի սովորեցնի, ով պիտի որոշի, եթե ոչ Աստված։ Եվ Աստված իր իշխանությունը երկրի վրա բանեցնելու համար, գործադրելու համար դրել է իր եկեղեցին։ Եվ իր եկեղեցու սպասավորներին, իր ժողովրդին, եւ իր եկեղեցու միջոցով Աստված իր իշխանությունը պիտի գործադրի երկրի վրա։ Քանի որ Աստված է ստեղծել տիեզերքը, Աստված է ստեղծել մեզ բոլորիս, ուրեմն Աստծո իշխանության տակ ենք մենք։ Ինքն է մեր Տերը, ինքն է մեր Փրկիչը, ինքն է մեր Թագավորը, ինքն է մեր Դատավորը, ինքն է մեր Աստվածը, ինքն է մեր Արարիչը։ Բայց մարդը մեղքով բռնված մարդ ուզում է խուսափել սրանից, ուզում է չտեսնել։ Մի աշակերտ մոտենում է ծերին եւ ասում է. հայր, ես փորձում եմ բարի ապրել իմ կյանքը, բարի գործել մարդկանց, բայց շատ հաճախ մարդիկ դրան չարով են պատասխանում։ Ինչ անեմ։ Ծերը բռնում է ձեռքից աշակերտի, տանում է կանգնեցնում է հայրու առաջ եւ ասում է. ինչ ես տեսնում։ Ասում է. ինձ եմ տեսնում։ Հետո մի կեղտոտ փալաս է վերցնում ծերը, ցեխոտ կեղտոտ փալաս, քսում է հայլուն, հայլին ամբողջը կեղտոտվում սևանում է, հետո աշակերտին ասում է. հիմա ինչ ես տեսնում։ Ասում է. ոչ մի բան էլ չեմ տեսնում։ Հայ ասում է. երբ որ մարդկային հոգիները աղտոտված են հպարտությամբ, նախանձով, չարությամբ, ագահությամբ, ատելությամբ, ոչինչ չեն տեսնում, որտև այդ աղբը, այդ կեղտը փակում է լույսի ճանապարհը։ Ինչքան ուզում ես դու լուսավոր եղի, իրանք չեն տեսնելու։ Բայց սա չի խանգարում, որ դու լուսավոր լինես։ Դու պիտի շարունակես լույս կրել քո մեջ եւ լույս տալ, անկախ նրանից իրանք տեսնում են, թե չեն տեսնում։ Հիմա այսօր մարդիկ չեն տեսնում, ասում են ինչ իշխանությամբ։ Քրիստոս իր կյանքը զոհաբերել է մարդու փրկության համար, այդ իշխանությամբ։ Քրիստոս պատարակվել է մեզ համար, այդ իշխանությամբ։ Քրիստոս մեզ փրկագնել է մեղքից, այդ իշխանությամբ։ Եվ եթե մենք ընդունենք այդ իշխանությունը, ուրեմն մենք պարտավոր ենք հնազանդվել այդ իշխանությանը։ Պսակի ժամանակ շատ լավ այդ բանը խոսվում է։ Ասում է Տեր ես, հետո ասում է հնազանդ ես, որովհետև ինչ ասեց։ Ադամին եւ Եվայի հետ խոսելիս Աստված ասեց դրախտում, ասեց քո ամուսինդ պիտի իշխի քեզ վրա։ Դու նրա իշխանության տակ պիտի լինես։ Մեղք գործելուց հետո ասում է Սաղմոսերգուն մարդը պատվի մեջ էր, բայց չհասկացավ, ընկավ եւ հավասարվեց անբան անասուններին։ Արարչագործության ժամանակ Աստված մարդուն իշխան կարգեց, ողջ արարչագործության վրա, այսինքն իշխանություն տվեց, իշխանություն ունի իշխանը, իշխանություն ունեցող մեկը կարգեց, ողջ տիեզերքի վրա մարդուն, բայց մարդը չիմացավ իր պատիվը,
եւ ընկավ այդ պատվից, կորցրեց այդ իշխան լինելու դիրքը մյուս արարածների վրա։ Եվ Աստված այսօր նորից ուզում է մարդուն բարձրացնի այդ իշխան լինելու դիրքին, բայց մարդը չի հասկանում։ Դες մի ֆիլմ կար նախկինում հայտնի, հիմա չգիտեմ ովքեր գիտեն, ովքեր չգիտեն։ Ֆիլմի հերոսներից մեկն ասում է մենք այստեղ էլ մեզ ված չենք զգում։ Աստված մեզ իշխանություն է տվել, Աստծո որդիներ լինելու։ Հովանու ավետարանի առաջի համարների մեջ ասում է իսկ նրանք ովքեր հավատացին իրեն, Հիսուս Քրիստոսին, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Աստծո որդի լինելը մեծ պատիվ է, իշխանություն է, բայց մարդը չի ուզում այդ իշխանությունը, չի ուզում այդ պատիվը։ Մարդը գերադասում է աշխարհի մեջ սատանայի ծառա լինել, քան Աստծո որդի լինել։ Ասում է ով մեղքին է ծառայում, նա սատանայի ծառա է։ Քրիստոսն ասեց մենք ազատ ենք, չէ, ասեց ով մեղքի է ծառայում, նա ծառա է սատանայի։ Մեզ իշխանության պատվի արժանացրել Աստված, մենք ուզում ենք ծառա լինել աշխարհին, մեղքին, սատանային, նյութին, մամոնային։ Չես կարող ասում երկու տեր ունենալ, կամ Աստված պիտի լինի քո տերը, կամ նյութը, նյութական աշխարհը, հարստությունը։ Հիմա մեզ ընտրության հնարավորությունը տված է իշխանությունը, ընտրելու հնարավորություն ունենալը։ Մենք ինչ ենք ընտրում։ Մարգարեն ասում է ընտրիր բարին եւ կապրես, ընտրիր չարը եւ կմեռնես։ Մենք բարին ենք ընտրում, թե չարը։ Բարին մեկ է, Աստված, ուրիշ բարի բան չկա։ Ով որ կասի ուրիշ բարի բան կա, ավետարանին է հակասում եւ սուտ է, որտեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց հարուստ երիտասարդին, երբ մոտեցավ ասեց բարի վարդապետ, ասեց ինչու ես ինձ բարի կոչում, բարին միայն Աստված է։ Հիսուս սրանով չէր հերքում, որ ինքը Աստված է, ուղղակի այդ մարդը իրեն որպես մարդ էր ճանաչում, որպես մարդ էր մոտեցել, որպես վարդապետ էր մոտեցել, դրա համար է ասում բարին միայն Աստված է։ Հիմա Աստված մեզ իշխանություն է տվել, ընտրելու չարը կամ բարին։ Աստված մեզ իշխանություն է տվել, հրաժարվելու չարի իշխանությունից եւ մտնել Աստծո որդեգրության տակ, Աստծո որդեգիր լինելու։ Մենք ի՞նչն ենք ընտրում։ Ողջ աշխարհը գահավիժում է դեպի անդունդ, գահավիժում է դեպի դժոխք։ Ինչի համար։ Որովհետև Աստծուն, Աստծո պատվիրանը, Աստծո իշխանությունը, Աստծո օրենքները մերժած ենք ապրում։ Մի տեսակ ասելով առանց դրա էլ մենք մեզ ված չենք զգում։ Եվ մարդը ուզում է ապրել ճակերտների մեջ ասած ազատ, այսինքն ազատ նույնիսկ Աստծուց, որ ոչ մի բան չունենա, ինքը ազատ լինի, բայց չգիտի, որ այդ իր թվացյալ ազատությունը ճակերտավոր գերություն է սատանայի, գերություն է մեղքի։ Առաքյալն ասում է դուք ձեր ազատությունը որպես մեղքի պատրվակ մի օգտագործեք, այսինքն ազատ ասելով մեղք մի գործեք։ Ամեն ազատություն պիտի սահմանափակվի որոշակի բարոյականությամբ։ Անսահման ազատություն չկա, անսահման ազատությունը մեղքի ազատությունն է։ Ցանկացած մարդու ազատություն պիտի սահմանափակվի։ Ես ամեն ինչ կարող եմ անել, բայց չեմ կարող մեղք գործել։ Այս ճիշտ ազատությունն է։ Ես ամեն ինչ կարող եմ անել, բայց չեմ կարող անբարո գտնվել։ Այս ազատությունը, այս ճշմարիտ ազատությունն է։ Այս այն ազատությունն է, որը սահմանափակված է աստվածային օրենքով եւ բարեականությամբ։ Մեր ազատության սահմանը Աստծո պատվիրաններն են։ Մենք ազատ ենք։ Սրա մեջ է մարդու ազատությունը։ Եվ Աստծո հետ լինելու մեջ է ազատությունը։ Ով Աստծո հետ է, նա է ազատ։ Ով Աստված չունի, նա ազատ չի, նա գերի է։ Մի վախեցեք նրանցից, ովքեր կարող են ձեր մարմինը սպանել եւ առավել ոչինչ չեն կարող անել, այլ վախեցեք միայն Աստծուց։
Այն մարդիկ, ովքեր Աստծուց չեն վախենում, շատ բաներից են վախենում այս աշխարհի մեջ։ Այն մարդիկ, ովքեր Աստծուց են վախենում, ուրիշ ոչ մի բանից չեն վախենում։ Միայն Աստծուց են վախենում։ Այսօր էլ այս հարցը մեզ համար կարևոր հարց է, արդիական հարց է, օրակարգի հարց է։ Իշխանություն։ Ինչ իշխանություն։ Աստվածային իշխանություն, ուրիշ իշխանություն չկա։ Եվ ամեն իշխանություն, որ հակառակ է Աստծո իշխանությանը, չարից է։ Եվ ամեն իշխանություն, որ հակառակ է Աստծուն, չի կարող մեզ բարիք բերել, չի կարող մեզ բարի առաջնորդ լինել։ Մեր հայլին մաքրենք, որ ճանաչենք ճշմարտությունը։ Մեր հայլին մաքրենք, որ լույսը երևա այդ հայլու մեջ։ Այլապես անմաքուր հայլով մենք չենք կարող ճանաչել ճշմարտությունը, չենք կարող ճանաչել Աստվածայինը։ Ասում է, եթե քո աչքը պղտոր է, լույսը չի թափանցում քո ներսը։ Եթե քո հոգու աչքը հայրին է պղտոր, Աստվածային լույսը չի թափանցում քո մեջ։ Բա ինչ պիտի անենք։ Ուրեմն մեր կյանքի գլխավոր հոգսը եւ նպատակը ինչ պիտի լինի։ Ոչ թե մի լավ այս աշխարհի մեջ անուն հանելը, կարիերա անելը, տուն տեղ դնելը, հարստություն ձեռք բերելը, նշանավոր լինելը, այլ բարոյական լինելը, Աստծուն հաճելի լինելը, մաքուր լինելը, ազնիվ լինելը։ Թագավորն իր խմբով անցնում էր փողոցներով եւ մունետիկները ազդարարում էին թագավորն է գալիս, այս ինչ էր նշանակում, ամեն մարդ իր գործը, իր ամեն ինչը պիտի թողներ եւ խոնարհվեր թագավորական շքախմբի առաջ։ Եվ բոլորը այդպես էին վարվում։ Թագավորն է գալիս, ամեն մեկը իր գործերը թողնում էր եւ խոնարհվում էին թագավորական շքախմբի առաջ։ Երկու ճգնավոր ճանապարհի եզրին հողի վրա նստած զրույց էին անում իրար հետ եւ բանի տեղ չդրեցին այս մունետիկի ազդարարելը։ Եվ թագավորական կարգը երբ հասավ այս ճգնավորներին հավասարվեց, թագավորը իր կարգից տեսավ, որ այս մարդիկ բոլորը խոնարհվում են իրեն, այս մարդիկ իր կողմը չեն էլ նայում, ուշադրություն էլ չեն դարձնում, ոնց որ ոչինչ չի եղել։ Ասեց կանգնեք, կանգնացրեց շքախմբին, իջավ, կարգից մոտեցավ այս ճգնավորներին եւ հարցնում է, ասում է, դուք գիտեք թե ես ով եմ։ Ճգնավորներից մեկը ասում է, այո, գիտենք, դու մեր ծառաների ծառան ես։ Թագավորը ապշեց։ Ոնց թե ես ձեր ծառաների ծառան եմ, ես այս երկրի տերն ու տիրակալն եմ, ես այս երկրի թագավորն եմ։ Ասեց դե լսի թագավոր, բացատրեմ քեզ։ Դու կրքերից պարտվում ես մեղքերից։ Հպարտություն, ագահություն, նախանձ, ծուլություն, չարություն, ատելություն, ողակալություն։ Թագավորը ազնիվ գտնվեց, ասեց այո, պարտվում եմ։ Ասեց այդ կրքերին մենք վաղուց հաղթահարել ենք։ Այդ կրքերին մենք ծառա ենք դարձրել, իսկ դու դրանց ես ծառայում դեռ։ Ստացվեց, որ դու մեր ծառաների ծառան ես։ Էս է Աստծո ուզածը։ Աստծո ուզածը չի, որ մենք թագավոր լինենք, Աստծո ուզվածն է, որ մենք մարդ լինենք։ Աստծո ուզածն է, որ մենք մեղքի հետ կռիվ տանք։ Ոչ թե կռիվ տանք այս աշխարհի հետ, այս աշխարհից մի բան փախցնելու համար, այլ կռիվ տանք մեր մեղքերի համար, մեր մեղքերից ազատվելու համար, մաքրվելու համար, սրբվելու համար, մեր միտքը մաքրելու համար, մեր խորհուրդները մաքրելու համար, մեր սիրտը մաքրելու համար, մեր ձեռքերը մաքրելու համար, մեր ընթացքը մաքրելու համար։ Էս է ուզում Աստված։ Եվ այս իշխանությունը Աստված մեզ տվել է։ Եվ այս ճանապարհին ինքը մեզ մենակ չի թողել, ինքը մեզ օգնական է։
Պողոս առաքյալը երբ ասում է Ռոմեացիներին ուղղված իր թղթում, ինչ խղճալի մարդ եմ, ես միշտ պարտվում եմ կրքերից, բայց ասում է փառք Աստծո, Քրիստոսն է ինձ հաղթանակ տալիս։ Աստված մեզ հետ է եւ Աստված պատրաստ է մեզ օգնելու, մեզ հաղթանակ շնորհելու, եթե մենք ուզում ենք դա, եթե մեր նպատակը դա է, եթե մեր նպատակը սրբությունն է, եթե մեր նպատակը Աստծուն հաճելի լինելն է, եթե մեր նպատակը սուրբ լինելն է, մաքուր լինելն է, կատարյալ լինելն է, Աստված օգնում է մեզ։ Բայց եթե մեր նպատակը ուրիշ բաներ է, այս աշխարհը շահելն է, Աստված ասում է դե գնա շահի, տեսնեմ ինչ է շահելու։ Ունայնություն ունայնության։ Մի օր լաց լինելով այս աշխարհից պիտի գնաս, որտեվ տեսար, որ ոչինչ չշահեցիր, դատարկ մնացիր։ Ու կորցրիր այն, ինչի համար Աստված կյանք էր տվել քեզ։ Կորցրիր այն, ինչի համար պիտի ապրեիր այս աշխարհի մեջ։ Որտեվ սխալ ընթացքի մեջ եղար։ Ահա թե ինչ է աստվածային իշխանությունը, ահա թե ինչի համար է այդ իշխանությունը, մարդու փրկության համար է, երկնքի արքայության հաստատելու համար է։ Աստված մեզ իմաստություն տա, որ այդ բոլոր կրքերին ու մոլություններին ու մեղքերին մենք փորձենք ոչ թե ծառա լինել, այլ մեզ ծառայեցնել։ Եվ Աստծո շնորհով եւ ողորմությամբ ամեն։ Շնորհ, սեր, խաղաղություն, Տյառն մերո եւ Փրկին Հիսուսի Քրիստոսի ընձեզ եւ ընդամենեսյանս ամեն։